Սիրելի հայրենակիցներ, ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, ավարտվեցին իրենց հետ բերելով բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մենք կստանանք ապագայում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք հաշվի չառան երկրում տիրող պետական ահաբեկչության մթնոլորտը, որոնք հաշվի չառան վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառումները, որոնք հաշվի չառան ահաբեկչության այն բարձր մակարդակը քաղաքական ահաբեկչության, որ տիրում էր մեր երկրում, եւ գնացին ու ընտրատեղամասերում իրենց ձայնը տվեցին ընդդիմությանը, մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքին։ Անկեղծորեն ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն համաքաղաքացիներին ու համերկրացիներին, ովքեր որ չնայած որ մեզ սատարում էին եւ չէին կարողանում ակնհայտորեն դա ցուցադրել, ամեն դեպքում գնացին եւ իրենց վստահության քվեն տվեցին մեզ։ Ուզում եմ շեշտել, որ այս ընտրությունները իրենց եւ ընտրակեղծարարության եւ քաղաքական ահաբեկչությամբ աննախադեպ էին Հայաստանի պատմության մեջ։ Կարելի ասել, մեր համաքաղաքացիները ընտրությամբ իրենց ձայնը տվեցին մի ուժի, որը իրենց աչքի վիրահատություններ էր ապահովել եւ թոշակ էր բարձրացրել եւ հաշվի չառան որևէ այլ հանգամանք, որը կապված է մեր երկրի ապագայի, աշխարհաքաղաքականությամբ եւ ընդհանրապես մեր հայկականության հետ։ Ուզում եմ բացառիկ շնորհակալություն հայտնել ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարությանը եւ գետնի վրա ամենամեծ ու պատասխանատու գործը կատարած Նարեկ Կարապետյանին։ Անկեղծորեն բոլորս զարմացած եւ հիացած ենք Նարեկ Կարապետյանի ճկունությամբ, խելացիությամբ եւ հաստատակամությամբ։ Առանձնապես շնորհակալություններս ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ եւ մեր ղեկավար Սամվել Կարապետյանին։ Մեր պայքարը չի դադարելու, մեր համաքաղաքացիների տված որևէ քվե սակարկման չի գնալու եւ մենք աննահանջ մնալու ենք մեր դիրքերում, պատրաստվելու ենք պայքարի նոր որակի, կարծում եմ շուտով մեր դաշինքը որոշում կայացնի եւ մենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ցույց կտանք, որ մենք մեր պայքարի մեջ աննահանջ ենք եւ մեր համաքաղաքացիների, համերկրացիների տրված որևէ քվե երբեք չի ծառայելու ուղղակի ձևական օպոզիցիոն նպատակների համար։ Հուսով եմ շուտով մենք կունենանք մեր պայքարի հետագայի համար ավելի առարկայական արձանագրումներ։ Շնորհակալություն կրկին անգամ, դեռ կհանդիպենք։